հետևորդներ, առավոտվա իմ ճանապարհը։ Ամեն առավոտ այս ճանապարհով անցնում եմ Կոմիտասի փողոցներով։ Ովքեր հեռու են գտնվում Երևանից, ապրել են Կոմիտաս թաղամասում, հարկա իրանց հետաքրքիր լինի։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, դե ասենք շատ չեմ ուշացել, ժամը 10-ն է, առավոտից վազքի մեջ եմ, ձեզանից ինչ թաքցնեմ սիրելիներս, ոչ մի բան չեմ թաքցնում, ճիշտը միշտ ասում եմ, այսօր առավոտյան շուտ գնացի անալիզ հանձնելու Արյան և մեզի, տեսնեմ ինչ կա, ինչ չկա, որ ասեմ լուրջ հիվանդություն ունեմ, չունեմ, ուղղակի քիչ խոլեստերին ունեմ, ասես տենամ ինչ չափսի է, էլի դեղ եմ խմում, ահագին ժամանակ է, որ ես ասեմ տարից ավել է, որ անալիզ չեմ հանձնել, վերջը տեղից էլ վրաց շտապ եկել եմ աշխատանքիս վայրը, գիտեք ավտոբուսի վիճակը, մի ժամ, ես ժամը ինչ լավ էր այսօր շուտ էին բացել, համարյա 8-9 15 պակաս մտա, Արյան անալիզը հանձնեցի, մեկը տվեցի, 9-ին կանգառում էի։ Իջև եկանք Կոմիտաս, մի ժամ քաշեց, ժամը 10-ից 10 նոր տուն եմ մտել։ Ինչ անեմ, դե գիտեք, տուն եմ մտել, հիվանդ կինա, էս արա, այն արա, հազիվ հասցրել եմ, թե ենք խմել չեմ հասցրել նկարեմ, սուրճն էլ դրեցի, բայց էլի մոռացել էի, չհասցրեց, ասի լավ, մի երկու բերան խոսավ իմ հետևորդների հետ, նոր գործը սկսեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա ես սուրճը կխմեմ, այսօր ինչ ենք պատրաստելու, այսօր որոշեցի պատրաստեմ կաղամբով, մի հատ շատ լավ, ընտիր համով տոլմա, դե հիմա մեր սուրճը խմենք վերջացնենք, հետո նոր տոլման կպատրաստենք, դե գնացինք սուրճը խմելու սիրելիներս, չմոռանամ հիշեցնել, բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ինչու չգրվեք ձեր մեկնաբանություններով, ես ձեզ շատ սիրում եմ, կոմենտարիա գրողներին էլ, չգրողներին էլ, սրտիկ դրողներին էլ, միշտ ասում եմ էդի սիրելի հետևորդներ ջան, ասենք որ նայում եք, էլի շնորհակալ ենք, բայց պետք է բաժանորդագրվեք, որ ալիքը աշխատի, ալիքը առաջ գնա, որ ավելի շատ մարդ ճանաչի մեզ, առաջ գնանք, մի խոսքով, որ ալիքը առաջ չի գնաց, արդեն իմ ալիքը արդեն կփակվի, ինչ ասեմ, դե կփակվի, մարդ չի մեռնում, բայց դե կփակվի, ասենք, ես մի տարուց ավելա աշխատանք եմ կատարել, դե սիրելիներս գլուխները շատ չցավացնեմ, գնանք մեր սուրճը խմենք, հետո որ մեր տոլման պատրաստենք, անուշը համ տոլման, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, սուրճը խմեցինք, վերջացրեցինք, նայեմ տեսնեմ YouTube-ը մի ահագին անուններ ա գրել, այդ ասեցի էդի գրեմ, որ մյուս հեռախոսը մոտս չի, որ հեռախոսում ձեզ ասեմ, ուրեմն Ժասմեն, իմ ամեն օրվա կոմենտ գրողը, լավագույն, Մարիետա Թադևոսյան, էսի երևի ինքը կամ միշտ նայում, կամ մի անգամ կոմենտարիա է գրել, Միստր Պաուկ, ամեն օրվա կոմենտարիա գրողը, սրտիկներ ա միշտ ուղարկում, մեկ էլ գրում ա լավագույն, Հայկ Ստոպը երկու անգամ ա կոմենտարիա գրել, Սիրանուշ Թադևոսյան, լավագույն, Անահիտ Գասպարյան, լավագույն, Անուշ Հովսեփյան, լավագույն, Էլմիրա Վարդանյան, լավագույն, Ֆլորա Գրիգորյան, լավագույն, Սուսաննա Մարիկյան, լավագույն, Ռիտա Վարդումյան, լավագույն, ուրեմն բոլորից շատ սիրում եմ, բոլորից շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, որ ամեն օր անհամբեր սպասում եք իմ հոլովակը, թե երբ եմ հոլովակս տեղադրելու, որ դուք նայեք, սիրելի հետևորդներ ջան, դե հիմա անցանք մեր գործին, կաղամբը խաշել եմ,
Խաշել եմ, հիմա պետք է առանձնացնեմ, այս մեջտեղի այդ հաստ տեղերը մոտիկ դնեմ, ասենք որ տոլմայից միսը շատ է լինում, այս կտրում եմ ստեղից, որ էդ էլ փաթաթեմ, բայց որ տոլմայի միսը հարմար է կաղամբնել, գեհերիքի այդ կոշտ տեղերը հանում եմ, ուրեմն Սելի հետևորդներ ջան, հիմա սենց կդնեմ տախտակի վրա, այս կոշտ տեղերը կհանեմ, իսկ փափուկ տեղերը կթողնեմ, կբաժանեմ սենց երկու մասի, բոլորն էլ հենց այս ձևով կկտրեմ, որը որն էլ մեծ է, այն էլ 3 մասի կբաժանենք, օրինակ էսի մեծ է, այս հաստեղը կտրեցի, ստեղից էլ մի հատ այս բանը հանեցի, իսկ սա կբաժանեմ 3 մասի, սիրելի հետևորդներ ջան, ասել սպես, սա էլ բաժանեցի 3 մասի, ոչիշ թող մի քիչ փոքրոք լինի, չի խանգարում, ուրեմն սա կդնենք մի կողմ, սիրելի հետևորդներ, սա այսքան կարևոր չի, միսը կհանեմ, մսի ֆարշը պատրաստենք, նոր նա կանենք, միջև որ կաղամբը կձևավորենք, միսն էլ իրան համեմունքը լրիվ կառնի իրան մեջ, նոր կսենք փաթաթելը, էսի մեր միսն է, մսին պետք է ավելացնենք ծավա, բան, բրինձ, լավա կլոր բրինձ էլ ունենք ես, կլոր բրինձն էլ ունենք, հա, սպասի, հեսա կբերեմ, մի բան կտամ կուտես դու, մի 2 րոպե համբերի, մի 2 րոպե համբերի տիկին ջան, բրինձը սիրելի հետևորդներ, երևի հերիք այլի, կլոր բրինձ եմ տոլմին ավելացնում, ես միշտ երկար բրնձով եմ պատրաստել, չգիտեմ ինչի, երևի տենց եմ տեսել մերոնք պատրաստել են, ես էլ տենց սովորել եմ, բայց մի անգամ փորձեցի կլոր բրնձով, կլոր բրինձը ավելի լավ է, շուտ էլ եփում է, դե հիմա բրինձը նվանանք, ինքը մաքուր բրինձ է, էլ մաքրելու բան չկա, թող մի քիչ ջրի մեջ մնա, մեր տա էվիկը սոված է հաստամուտ է, մի հատ էլ կլվանամ, որ լավ ջուրը մաքրվի, սիրելի հետևորդներ, ավելացնում եմ կտրտած մաղադանոսը, բրինձը լցրել եմ, 3-4 անգամ լվացա, միջև մաքրվեց, մի ճաշի կթալ տոմատ եմ ավելացնում, սիրելի հետևորդներ, հա, ամենակարևորը, սիրելի հետևորդներ, որ սոխը չեմ մաքրել, մտածում եմ, ասում եմ, բա ինչ տա պակաս, ինչ որ մի բան պակաս է, հետո հիշեցի, որ սոխն է պակաս, սոխը մի քիչ շատ լցնենք, սոխն էլ մաքրենք, սիրելի հետևորդներ ջան, նորից կմիանանք, սիրելի հետևորդներ, սոխն էլ մի քիչ տապակեցի, են մեր լեզով ասած են, մի քիչ փափկացավ էլի, հա, են իրան են սարքությունը թողեցը, շատ չէ, ենքան որ մի քիչ ինքը խեղճան է, մեր տաուշի լեզով ասած խեղճան է,
Սոխը կարող եք եւ կեսը նենց հում լցնել, կարող եք եւ կեսը տապակել, կարող եք լրիվ նենց լցնել, կարող եք լրիվ տապակել, ընդհանրապես տապակած սիրելի հետևորդներ ջան շատ համեղ է լինում։ Դա փորձից եմ ասում, էլի հենց այնց չեմ ասում, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, էլ ինչ ենք ավելացնելու։ Ասի մի քիչ էլ ջուր ավելացնենք, էսի յուղոտա։ Որ ասում ողողոյն լցնենք վերեմ։ Միսը շատ պինդ է, դե ջուր է պետք, որ ինքը խառնվի։ Ուրեմն աղել ավելացնենք։ Ասեցի չէ, մաղադանոսը ավելացրել եմ, մնում ավելացնեմ սև պղպեղ, ես բոլորն էլ կավելացնեմ։ Ես չել ես սև պղպեղից ավելացնեմ, տարբեր եմ նրանք, գույնը բացա, չգիտեմ են և ոնց է, իչե կարմիր պղպեղ ավելացնեմ։ Սրանք թողնենք մի կողմի վրա, վաստել ամստեղ չէ, ստեղ ուրիշ համեմունք է տեսնեմ ինչ կա, բոլորը մսեղենի համեմունք է, կարելի է քիչ-քիչ ավելացնել, համեկից քիչ-քիչ ոչ շատ, մի քիչ է սրանից, անուշահան համեմունքները, դե ես միշտ իմ համեմունքները ձեզ ցույց եմ տվել, ահա, սա էլ այսպես, էլ ինչ մնաց, իր թվում է էլ բան չմնաց, մնաց պատրաստենք հիմա, լավ խառնենք, ընդհանրապես պետքա ձեռնուքով խառնել, տնամ ձեռնոցունը պստե, հա էսա ունեմ, սպիտակ ձեռնոցներում խառնեմ, բայց մի քիչ էլ աջուր պետք, որ պին չլինի, լրի չեմ լցրել, այ հիմա լավ, որտև միսը ջուր է սիրում, ջուր է քաշում միսը իրան, մի քիչ էլ չոր կանաչի կավելացնեմ, նոր հիշեց սիրելի հետևորդներ, խառը չոր կանաչի է, մի քիչ էլ ռեհան ունեմ չորացրած, շատ քիչ էլ ռեհան կավելացնեմ, լավ տրորում ենք, այ հիմա խառնում ենք, բոլորն իրար, հիմա այս ձեռնոցս ես կհագնեմ, սիրելի հետևորդներ, ձերքով տրորածը ուրիշ է էլի սիրելի հետևորդներ, ասեմ որ լավ փափուկ է եղել, հիմա դե թողնենք սա համենվի,
կաղամբը կտրտենք, դասավորենք, որ փաթաթենք։ Կմիանանք մի քիչ հետո։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր տոլման եփվում է։ Մեկ չել մի ճաշի գտալել տոմատ եմ բացել ընդեղ ջրով, էսի մի քիչ եփի լցնելու եմ վրա։ Հա, ինչն է պակաս, ստեղ լավրովի լիստը չեմ դրել։ Հիմա դա էլ կդնեմ սիրելի հետևորդներ ջան, երբ որ պատրաստ եղավ, այն ժամանակ կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, մեր տոլման արդեն պատրաստ է։ Հեսա համ տեսենք, տեսնենք ինչ համիա։ Էվո ջան, դու կերել ես համով էր տոլման։ Համով էր։ Որ մերևիկն ասում է համով է, ուրեմն համով է։ Ես լա չեմ կերել, չեմ փորձել։ Այս կաղամներն էլ եմ սիրում ես։ Այս վրայի կաղամները, ես էլ դնեմ իմ բաժնի մեջ, ես էլ սենց, սիրելի հետևորդներ ջան, որ շատ համով արինում ասում եմ, չէ, վայ չտողի, սիրելի հետևորդներ ջան, դե մեզ բարի ախորժակ, եթե դուք եք այսօր պատրաստել, ինչ էլ որ պատրաստել եք, ձեզ էլ բարի ախորժակ սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, որ մեր ալիքը առաջ գնա սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հլովակին, ստեսություն ձեզ։ Սիրելի հետևորդներ, այս ժամին տուն եմ գնում, մեր 7-րդ մասիվում է, ինչպես տեսնում եք, լույսերը տվին ավելի պարզ է երևում, ինչ պարզ է երևում, այս ժամին նոր տուն եմ գնում։